Ժորժան, մարդիկ հարցնում են, արդյոք պատկան մարմինները կարող են գալ տուն, առգրավել տեխնիկա, պարտքի դիմաց, գույք, մահճակալ, հեռուստացույց, ոչ, ըստ օրենքի չեն կարող, եթե դա ձեր վերջին գույքն է, որը ապահովում է ձեր նորմալ կյանքի ընթացքը, այսինքն ապահովում է ձեր առօրյան։ Օրինակ վերջին մահճակալն է, ամեն մի ընտանիքի անդամի համար իր մահճակալն է վերջին, հա, հեռուստացույցն է, կապ չունի այդ հեռուստացույցը որքան արժի, բայց եթե այդ հեռուստացույցը առգրավեն, ապա դուք մնում եք առանց հեռուստացույցի, դա ձեր միակ հեռուստացույցն է, ապա չեն կարող։ Ավելին ասեմ, Ժորժ ջան, դուք պետք է իմանաք ձեր իրավունքները եւ տեր կանգնեք ձեր իրավունքներին։ Ես հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն եմ, եւ կոչ եմ անում բոլորիդ, որ եթե տես դեպք լինի ու գան ձեզ մոտ, որտեվ քաղաքացիները ազանգում են եւ նման բան փորձեն անել, վերջին ձեր գույքը, տեխնիկան եւ այլն փորձեն տանել, ապա տեսանյութ նկարեք, նշեք ինձ, թե Facebook-ում, թե TikTok-ում Արման Ղուկասյան եւ գցեք դա միասին հանրայնացնենք։ Դա օրենքի խախտում է, դրա իրավունքը չունեն։ Ժորժ ջան, ու ամենակարևորը, որ մեր երկրում այդ վաշխառու տարբեր ֆինանսական կազմակերպությունները շատ կան, հա, բացի բանկերից կան նաև նման կազմակերպություններ, որոնք 40-50%-ով գումար են տալիս տոկոսադրույքով մարդկանց, դրանք պետքա փակվեն, արգելվեն։ Կառավարությունը, կենտրոնական բանկը պետքա արգելի այդ վաշխառու կազմակերպությունները։ Խոսքը գնում է ոչ թե մենակ բանկերի մասին, կան նաև բանկեր, որոնք որ 25-30% է միջև իրենց տոկոսադրույքները թաքնված տոկոսադրույքները, որոնց մասին իրենք չեն բարձրաձայնում, բայց բանկերից ավելի վատ, ահա որ ավելի վատ կան ֆինանսական տարբեր վարկային կազմակերպություններ, որոնք 40-50%-ով են տալիս մարդկանց վարկեր։ Դրանք պետքա փակվեն։ Ու մենք պետքա պահանջատեր լինենք, Ժորժ ջան, պահանջատեր, միասնական, որ այս անարդարությունը վերացնենք։ Ուրիշ տարբերակ չկա։ Խնդրում եմ տարածեք այս տեսանյութը, թող մարդիկ տեսնեն, իմանան, բաժանորդագրվեք իմեջին, մեկնաբանեք, կհանդիպենք։